Սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 15 ընտանիքի միջազգային օրն է։ Մենք հաճախ ենք լսում, որ ժամանակակից ընտանիքն ունի բոլորովին այլ մարտահրավերներ, այլ ճգնաժամեր։ Հոգեբան Մարիամ Մերաբյանը միանում մեզ, պարզենք, թե ինչ այլ ճգնաժամեր կան մեր օրերում ընտանիքների համար։ Բարի առավոտ, Մարիամ։ Ողջույն, Մարիամ։ Բարի լույս, ես շատ տոնական տրամադրությամբ այստեղ անհամբեր սպասում եմ, որպեսզի այսօր նորություններով եւ բացառիկ ընտանիքի միջազգային օրվան նվիրված հետաքրքիր խոսքով հանդես գամ։ Նախ ես ուզում եմ շնորհավորել ձեզ ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որովհետև սա իսկապես գեղեցիկ տոն է, կարևոր տոն է եւ արժեքները կարևորելու տոն է։ Ինչպես եք դուք նշում այս օրը։ Պետք է ասել, որ գիտակից այն տարիքում, երբ մեր ընտանիքը ֆիքսեց, որ գոյություն ունի ընտանիքի միջազգային օր, նոր տարուց, մարտի 8-ից, հունիսի 1-ից զատ, մենք մայիսի 15-ը նշում ենք շատ մեծ շուկով եւ ընտանեկան ավելի շքեղ ընթրիք ենք ունենում եւ երեկոյան զբոսանք ենք ունենում եւ պետք է մեծ հպարտությամբ ասել, որ մեր ընկերները միանում են մեզ եւ արդեն 4-րդ տարին է, որ շատ հետաքրքիր խմբով, շատ մեծ շուկով այն նշում ենք։ Այսօր նույնպես այդ օրն է եւ երեկոյան 6-ին հավաքվելու ենք։ Ինչ հրաշալի է։ Մարիամ, եկեք գանք ամենասկզբից։ Ինչ է ընտանիքը եւ ինչն է ընտանիքը դարձնում ոչ թե ուղղակի միասին ապրող մարդիկ, այլ իրական անվտանգ վայր։ Հրաշալի հարց, ինչպես միշտ իմ սիրելի գործընկերներից։ Ուզում եմ մեծ ուրախությամբ ընդգծել, որ այսօր միայն առավոտը շանթում եթերից ուզում եմ միասին ընտանիքը միավորող շատ կարևոր զգացմունքից խոսել։ Բոլորս խոսում ենք, որ ընտանիքը սկսվում է սիրուց, միավորում է սերը, կարևոր է փոխադարձ սերը, դա շարունակում է մնալ ուժի մեջ։ Բայց մի շատ հետաքրքիր հետազոտություն ենք իրականացրել արդեն 12 տարի, շատ տարբեր խմբերում, շատ տարբեր տարիք ունեցող ընտանիքներ պատասխանելով տարբեր հարցերի հանգել ենք նրան, որ ընտանեկան սերը դա նոր զգացմունք է բերում մարդկանց մեջ։ Եթե դա կա, ընտանիքը երկարակյաց է եւ երջանիկ, եթե դա չկա, չգիտեմ, երջանիկ չէ։ Դա ընտանեկան պատասխանատվությունն է իբրև զգացմունք, ոչ թե սոցիալական պատասխանատվությունը, որը երեխայի սոցիալականացման վաղ փուլերից մարդը յուրացնում է, այլ հենց ընտանեկան պատասխանատվությունը, որը սկսվում է ընտանիքում տարբեր սերունդների միջև տեղի ունենալ։ Չէ՞ որ մենք տարբեր եթերներում խոսել ենք ծերերի հանդեպ խնամքից, փոքրերի հանդեպ բռնությունը բացառելուց, զույգերի համատեղելիությունից, եկեք մեծ ուշադրությամբ դիտենք ընտանեկան պատասխանատվության հետևյալ բանաձևին։ Եթե բոլորը միմյանց հանդեպ տարբեր դերերում եւ տարբեր տարիքներում, տարբեր փորձառությամբ ունեն եւ կրում են ընտանեկան պատասխանատվությունը, դա մեկ մակարդակ բարձր զգացմունք է, քան սոցիալական պատասխանատվությունը։ Խնդրում եմ չզարմանալ, որ ես պատասխանատվությունը այստեղ անվանում եմ զգացմունք, որովհետև պետք է մենք զգանք այդ պատասխանատվությունը միմյանց հանդեպ, որից ծագում է խնամքը, հոգատարությունը եւ ուշադրություն, մեծն սերը։ Սերը դրեցի երրորդ տեղում եւ ոչ պատահական, որտեւ երբ սերը քննարկվում է միայն առաջին տեղում, այն արագ մարելու էֆեկտ ունի, այսինքն սերը անցնում է, դու այդ պահին չունես տրամադրություն սերը ցույց տալու, սիրո տարբեր դրսևորումները զարգացնելու եւ ընտանիքում ծագում է այն ամեն ինչը կոչվում է դատարկության զգացում ընտանիքի անդամների հարաբերությունների մեջ։ Դրա համար որդեգրում ենք ընտանեկան պատասխանատվությունը եւ այսօրվանից, եթե շատ միշտ կարևորել ենք գրկախառնությունը, իրար ողջունելը առավոտյան եւ երեկոյան բարի գիշեր մաղթելը, ապա նոր ժեստով սկսում ենք միմյանց դիմավորել։ Եթե կընդունեք, ուզում եմ տանիքը դառնա ամենակարևոր ողջույնի օրը, ընտանեկան միջազգային օրը։ Ես ողջունում եմ ձեզ եւ մաղթում ընտանեկան պատասխանատվություն։ Մարիամ, շատ հաճախ զույգերը դատարկություն զգում են նաև այն ժամանակ, երբ ընտանիքի անդամները նստած են եւ հեռախոսների մեջ են, ոչ ոքի չի նկատում, չեն շփվում իրար հետ, այ ինչպես վերականգնել այդ կենդանի շփումը, որպեսզի լցվի ներքին դատարկությունը։ Իրականում այո, անլեզու ընկերները, այսինքն սմարթֆոնները, հեռախոսները, գադջետները մեզ խլեցին իրարից, բայց
ուշադրություն։ Եթե գալիս ենք պատասխանատվության բանաձևով, ապա ամենայն պատասխանատվությամբ ընտանիքի անդամը, սկսենք մեծից, պետք է շատ վիզուալ, շատ տեսողական հեռախոսը երեկոյան 7-ից 8-ից հետո բոլոր նամակներին պատասխանելուց հետո, բոլոր զանգերին պատասխանելուց հետո դնի ընտանեկան զամբյուղի մեջ։ Ընտանեկան զամբյուղը միայն հիպոթեկի ժամանակ չէ, որ կարևոր է, այլ ընտանեկան զամբյուղը կարևոր է ամեն երեկո թարմացնել։ Թող այն լինի ձեր հեռախոսներով, որովհետև հեռախոսից հետո դուք կնստեք ձեր հարմարավետ բազմոցին կամ ծալապատիկ կնստեք ձեր հարմարավետ գորգի վրա եւ ամենափոքրին գրկած մյուս երեխաների եւ ընտանիքի անդամների հետ կծավալվեք շատ հետաքրքիր զրույցների շուրջ։ Ես ուզում եմ մի փոքր գաղտնիքով ձեզ այսօր օգնել, սիրելիներս։ Հենց այսօր հանեք հին ընտանեկան ալբոմները եւ միասին թերթեք։ Տեսեք, որքան փոքր եք եղել, որքան անօգնական, բայց զարմանքից բացված կլոր աչքերով, որքան ամուր եք գրկել մայրիկի ոտքը, երբ դուք այսքան եք, որքան էր հայրիկը հպարտությամբ ձեզ դրել իր ուսերին։ Այս ամենը ընտանիքի միջազգային օրվան ամենատաք եւ ջերմ հատվածն է։ Հանեք ալբոմները փոշոտ վայրերից։ Եվ իդեպ չմոռանաք նաև նոր ալբոմներ կազմել, որովհետև մեր ժամանակներում բոլորը հեռախոսների մեջ են պահում նկարները եւ գրեթե ոչ ոք չի տպում նկարները ու չի դնում ալբոմի մեջ։ Այո, իրոք, իսկապես Հասմիկ շատ կարևոր բան ես ասում, քանի որ ես ծնվեցի մի ժամանակահատվածում, երբ արդեն էլ չէին պահում թղթային տարբերակով, բայց դեռ հեռախոսային տարբերակը չկար, կասետ կոչվածը կար եւ ես հիմա չունեմ ոչ ֆոտոները, ոչ վիդեոները, ցավոք սրտի։ Այ Մարիամ, երբ խոսում ենք նույնիսկ ամենաերջանիկ ընտանիքներից, նույնիսկ ամենաերջանիկ ընտանիքներում լինում են վեճեր։ Տարբերությունն այն է, թե ինչպես են լուծում այդ խնդիրները եւ մարդիկ ինչպես են հաշտվում։ Այ ինչպես հաշտվել, որպեսզի ամենակիչ նստվածք թողնեն ընտանիքի անդամները իրենց մեջ։ Մենք ամենաակտիվ, կարևոր, փոքրիկ լայֆ հակով հիմա կօգնենք մեր հեռուստադիտողներին։ Ես սպասելու ենք մեկնաբանություններում, որպեսզի գրեք, դա ձեզ օգնես թե ոչ, բայց ես վստահ եմ, որ դա ձեզ օգնելու է եւ դուք գրելու եք շնորհակալություն առավոտը Շանթի ստեղծագործական խմբին։ Ուրեմն այսպես, ձեզ հրավիրում եմ հետաքրքիր հարցի պատասխանը լսելու։ Այն դեպքում, երբ մենք ամենակարևորը համարում ենք ընտանիքը, դա այդպես է։ Այն դեպքում, երբ մենք ընտանիքում չի կարելին համարում ենք վեճը, դա այդպես չէ, որովհետև սառը պատերազմները եւ ընտանիքի լռությունը ամենավտանգավոր կետն են, սիրելիներս։ Կոնֆլիկտները վտանգավոր չեն, վտանգավոր է չհաշտվելը, վեճերը վտանգավոր չեն, եթե դրանք ուղղված են կառուցողական խնդիրների լուծմանը, այստեղ ունենք չի կարելիներ, չանցնել անձնային տարածք, չկիրառել անձնային վիրավորանքներ, չնսեմացնել դիմացինի անձը եւ ամենակարևորը սեփական մեղքը չբարթել ընտանիքի անդամի վրա, հատկապես եթե նա ամենաթույլ օղակն է, ամենափոքրն է կամ ամենաանօգնականն է, կամ ուղղակի դուք ունեք ավելի լավ բառապաշար, քան նա։ Եթե վիճել եք եւ դա տեղի ունեցել 3 այսօր կամ 3 չէ առաջին օրը, հոգ չէ։ Գիտեք ինչ կարող եք անել։ Հենց հիմա վերցրեք հեռախոսը, քանի դեռ նա զամբյուղում չէ։ Գրեք ձեր սիրելի ընտանիքի տվյալ անդամին ձեր ներողությունը եւ կտեսնեք, որ ձեզ հետ որևէ վատ բան տեղի չի ունենա։ Անպայման ուղարկեք շատ հաճելի էմոջիներ, գրկախառնության, սրտիկների եւ այլնի տեսքով եւ դուք անպայման կտեսնեք, որ ժպիտների տեր կդառնաք։ Իսկ եթե այնպես է ստացվել, որ նա շատ նեղած կոտ է, իսկ դուք այս մեթոդը կիրառում եք եւ դեռ տեղի չի ունեցել, վերցրեք հեռախոսը, զանգահարեք եւ առանց բարևի, այս դեպքում ես դա թույլ եմ տալի, ասեք ես քեզ սիրում եմ եւ մեր վեճը չի կարող ստվեր գցել մեր հարաբերությունների վրա։ Սա էլ չօգնեց, նա շարունակում է նեղացած մնալ, երեկոյան դուռը բացեք եւ մեծ գրկով նրան ընդունեք, գրկեք ու ասեք, որ այս ամենը թող ուղված լինի մեր հարաբերությունների բարելավմանը։ Օ, ընտանիքի մասին կարելի է անverջ խոսել եւ անverջ կարելի է լսել Մարիամի խոսքերը ու կարելի է բուժվել Մարիամի խոսքերով։ Շնորհակալություն Մարիամ շատ։ Մենք ցավոք շատ ժամանակ չունենք, թե չէ կարելի է երկար դեռ զրուցել այս թեմաներով, բայց հաջորդ թողարկումների ընթացքում վստահ եմ կունենանք այդ հնարավորությունը։ Իսկ հիմա սիրելի հեռուստադիտող առաջարկում ենք դիտել գովազդ եւ վերադառնալ։ Գնացինք։